Փառլույս սիրելի քույրերը եղբայրներ, ովքեր ուրախ են այսօր որ դերոջը դան մեջ են, ամեն, հալելույա, գիտեք բադիվ է գանքնիլ աստուծո արջև և երգրբակել անոր, երգինքն ու երգիրը ստեղծո արարիչը, գրնակ երևագայել, այս ինչ որ գտեսնեք ամեն իր մովը ստեղծվեցավ և թերանի գագահաջի որ մենք գանքնինք, չնայած մեր ոչ գադարյալը լալը, դգարը լալը, բայց թեր գանքնինք իր թիմաց և ինքը խոնարհությամբ գայցել է մեզի, ամեն, հալելույա, Եկեք ուրեմն այսօր գարտանք Եփեսացիս առաջին գլուխը 22-րդ և 20-րդ համարը, որ այսպես կսե ամեն բան անոր ոտքերուն դակ հնազանդեցուց և զանիգա որպես եկեղեցին գլուխը դրավ, բոլոր բաներուն վրա, եկեղեցին անոր մարմինն է, անոր լրումը, որ գլեցնե ամենը ամեն բանի մեջ, նորեն ուզեմ գարտալ, ամեն բան անոր ոտքերուն դակ հնազանդեցուց և զանիգա որպես եկեղեցին գլուխը դրավ, բոլոր բաներուն վրա, եկեղեցին անոր մարմինն է, անոր լրումը, որ գլեցնե ամենը ամեն բանի մեջ, ամեն Գիտեք, երբ որ գխոսենք եկեղեցին մասին շատ անգամ մեր միտքը գուկա հավաքներ, հոգևոր նպատակով, շատերու միտքը գուկա շենք, նշաններ, արձաններ, գղերականներ, շատերու միտքը գուկա երգել, շատերու միտքը գուկա երգրբակել։ Չեմ գիտեր եկեղեցին քեզ համար ինչ նշանակություն ունի, բայց ոնց կտեսնենք գսե որ եկեղեցին ունի գլուխ եւ անոր գլուխը Հիսուս ինքն է։ Եվ գսե Հայր Աստված անիգա դվավ եկեղեցին գլուխ Հիսուսը։ Եվ կտեսնենք որ եկեղեցին բարձրապես միան հավաք չէ։ Եկեղեցին բարձրապես շենք չէ։ Եկեղեցին բարձրապես քալու եւ երթալու օրգանիզացիոն չէ։ Թատրոն չէ։ Եկեղեցին դերոջ մարմինն է։ Մարմինն է։ Եվ ուրեմն կտեսնենք առաջին համարի մեջ, նայեցեք հետաքրքրականը գսե ամեն բան անոր ոտքերուն դակ հնազանդեցուց։ Հետաքրքրական է որ Արաքյալը գսե ամեն բան ոտքերուն դակ հնազանդեցուց այդ առումով կգարտանք 5 դագարանի մեջ, որ մանավանդ Հեսվա կիրքին մեջը, որ երբ թագավորներ կբարդվեին եւ կգարտանք այսպիսի թեփ մգա, որ Հեսու կհրավիրե իր զինվորագիցները, բادرազմագիցները եւ գսե եկեք ձեր ոտքերը թրեք։ Այսինքն ոտքի դակ գարնեին այն թագավորը, որ շատ անգամ քերի գինար, շատ անգամ գսփաննվեր իբրև բարդության նշան։ Կտեսնենք որ գսե ամեն բան անոր ոտքերուն դակ դրավ։ Հետաքրքրական է որ ամեն բան անոր ոտքերուն դակ հնազանդեցուց ըսելով գուզե այս ինչ որ մենք կտեսնենք ամեն բան Ինչ կտեսնես երևույթներ, ինչ կտեսնես չորս կողմդ, ամեն բան իր ոտքերուն դակ հնազանդ է։ Եվ այսօր հետաքրքրությունը նայեցեք ուր է, կգարտանք Սաղմոս 110-րդ գլխում մեջ, եւ դերոջը ծրագիրն սկիզբեն, աշխարհի սկիզբեն, գսե դերը իմ դիրոջս ըսավ, Սաղմոս 110-րդ գլուխ առաջին համարը, նստե իմ աջ գոմս, մինչև քու թշնամիներդ ոտքերուդ բադվանտանն եմ։ Նորեն կգարտանք ոտքերու բադվանտան, նորեն կգարտանք հնազանդիլ, որու Հիսուսին ոտքերուն դակ։ Հայր Աստուծո ծրագիրը սկիզբեն ան է որ փերը ամեն բան Հիսուսի ոտքերուն դակ տնե։ Հասի ի հավիդենից ծրագիր մնե, որ երբ մարդ արարած ինգավ մեղ կորձեց Աստուծո թիմաց եւ սկսավ բադնեշը լալու մարդու եւ Աստուծո միջև։ Եվ այն իշխանությունը, որ Աստված Ադամին տված էր, որ երթա եւ իշխանություն ունենա երկրին վրա, գործընծուց Ադամ այդ իշխանությունը։ Կտեսնենք չարը եկավ եւ այդ իշխանությունը կողցավ իր ցերքեն։ Հայրը երբ տեսավ, ասավ ես իմ որդիս վիդեո արգեմ, որբեսի ամեն իշխանություն իդ իր ոտքերուն դակ տնե։ Ասի ուրախության բաժար է սիրելիս, որ ամեն ինչ որ կոնտրոլեն դուրս էր, Աստված իդ իր կոնտրոլին դակ բերավ։ Աստված հնազանդեցուց ամեն բան Հիսուսի ոտքերուն դակ։ Այսօր քո ցանկիտ մեջ երևույթներ կան, որ կոնտրոլե դուրս են։ Երևույթներ կան, որ դժվար է չես գիտեր հասկանալ։
Երևույթներ կան, որ քեզի կնեղացնեն, դժվարության մեջ կտնեն քեզի challenge կնեն։ Այսօր գուզեմ քեզի կաչարել եւ ասել ամեն բան Հիսուսի ոտքերուն դակն է։ Ամեն բան։ Պամը չի գա անոր կոնտրոլեն դուրս, պամը չի գա անոր կոնտրոլեն դուրս փախած։ Ինչ կա ցանկիդ մեջ այսօր։ Մտածե եւ ասե դեր քու ոտքերու դակ հնազանդ է ամեն բան։ Շիրեք քաչալերական է, երբ կգարտայի եւ կտեսնեմ, որ Աստված ամեն բան Հիսուսին ոտքերուն դակ դրավ։ Խաղաղություն ու դայնզի, խաղաղության զգացում կա, որ ամեն բան իր կոնտրոլին դակ է։ Ուրիշ հետաքրքրական բան մգսե, որ Հռոմեացիներուն 16-րդ գլխուն 20-րդ համարը հրաշալի համար է։ Եվ խաղաղության բարգեւիչը Աստված շուտով ծեր ոտքերուն դակ պիտի խորդագե սատանան։ Եվ խաղաղության բարգեւիչը Աստված շուտով պիտի խորդագե սատանան։ Աստված իր որդին տվավ։ Խաչին վրա մերավ։ Հաղթեց, ամեն։ Բայց Աստված գսե այդ հաղթության մեջ քեզի ապաչին պիտի դամ։ Մենք իբրև եկեղեցու մարմնի անդամները Հիսուսին մարմնի անդամները եւ ինքը մեր գլուխ մեզի շատ մեծ հաղթական բան մդրվեցա, որ սատանան մեր ոտքերուն դակ առնենք։ Կրնակ երևակայել Աստված ընդրեց քեզի ինձի ամենադգարներս ոչ մեկերնից հբարդության բաժարը չունենք ամենից ոչ կատարյալ մարդ ենք ընդրեց որովհետեւ տուն քու ոտքերու դակ խորդագես սատանան քու ոտքերու դակ խորդագես սատանան կտեսնենք որ Աստված գուզե մեզի տեսնել ոչ թե գրվինք հաղթանակի համար այլ գրվինք հաղթական թիրքե որովհետև մենք արդեն հաղթած ենք մենք արդեն հաղթած ենք ամեն սիրելիներ մենք չենք գրվիր որպեսզի հաղթություններ ցերցկենք որովհետև եթե այդպես ըլլար ուրեմն մեր ուժով մեր ցերկերով պիտի փորձեինք մեր կորձերով բան իրականացնել մինչ Աստված ինքը ի հավիդենից Ձրակիր դրա, որ Հիսուսի ոտքերուն դակ տնե եւ իբրև մենք իր մարմինը ընդրեց մեզ, որովհետեւ մեր ոտքերուն դակ խորդագե սատանան։ Ուրեմն ես չեմ գրվիր բարդողականի թիրքե։ Ես չեմ գրվիր առանց վստահությամբ կամ անհուսությամբ։ Ես կգրվիմ որպես հաղթական։ Ես գաբրիմ որպես հաղթական։ Ես կշնչեմ որպես հաղթական, որովհետև սա խոստումը սիրելիներ, ով կհավատա, որ Աստված խաղաղության բարգեւիչը ծեր ոտքերուն դակ պիտի խորդագե։ Ով կհավատա այսօր։ Ամեն։ Հավատք պետք է կործածես, որ հավատաս այս չար աշխարհին մեջ կործող սատանան Աստված ընդրած է քեզ, որ դու հաղթական լաս։ Նայեցեք, ասե խաղաղության բարգեւիչը Աստված չսեր եւ փանիկի Աստվածը եւ սուրի արյունի մահվան Աստվածը, ստրեսի Աստվածը, խաղաղության Աստվածը։ Խաղաղություն գա սիրելիս։ Մինչ աշխարհը բادرազմ ոչ խաղաղություն, ադելություն եւ խավար, ոք Աստվածը ասե ես խաղաղության Աստվածը ցեզ վիդի ընդրեմ։ Եթե դու այսօր ցանկիդ մեջ դժվարություններ կան եւ կփորձես վազել փանիկի մեջ ես դժվարության մեջ ես Աստծո խաղաղությունը փնտրես իրելիս անիկա խաղաղության Աստված է Բոս արաքյալ շատ թյուրությամբ կրնար այս բառը փոխել եւ կրնար ասել եւ ամենահզոր Աստված ծեր ոտքերուն դակ շատ լավ բառ է բայց ընդրեց եւ խաղաղության Աստվածը Ինչու խաղաղություն, որովհետև եթե մենք Քրիստոսի մեջ հաղթական ենք արդեն, ես ինչ պետք ունիմ մտահոգվելու թե գրնամ օրը բարդվել։ Որովհետև խոսքը արդեն գսե, որ ամեն բան անոր ոտքերուն դակ հնազանդեցուց։ Սերներ պետք է մենք հավատք ունենանք։ Հավատանք ամեն
քինով, որ այո ամեն բան անոր ոտքերուն դագն է եւ ես իբրև Քրիստոսի մարմնի անդամ իմ ոտքերուս դագ սատանան կխորդակվի։ Եվ կտեսնենք, որ ես թիդող չեմ այլևս։ Աստված ինձի գօգտագործե սատանան բարդեցնելու համար։ Ես այլևս թիդող չեմ։ Աստված չի հրավիրեր քեզի, որպեսզի տուն թիդողը լաս։ Աստված կգանչե քեզի, որ actively անոր մարմնին մեջ, եկեղեցին մեջ լաս երգրբակող, փարապանող եւ իր հաղթությունը հրճագող քու կյանքիդ մեջ։ Եվ երբ որ գմդածեմ այս ամեն բաները մեզի դրված է, հաղթությունը մեզի դրված է, խաղաղությամբ հաղթելը մեզի դրված է։ Եվ Աստծո ծրագիրը սկիզբեն, որ ամեն բան կոնտրոլի դագարն է, նորեն եկեղեցին դրված է։ Մեր գեցվածքը ինչ է։ Ես իմ կյանքս ինչպես կապրեմ։ Ես իմ կյանքս ինչպես կգարավարեմ։ Չեմ գիտեր գրնալ արդու գելես սիչունիս կորձի երթալու։ Կողջես, թուն քեզի տշպախտ կսկաս, ամբողջ շաբաթը նորեն մի դաշխատիս, հոգնություն գա։ Գիտեք, եւ իմ գեցվածքս եթե անգլերենով grumpy, լավ բարե։ Եթե ամեն ժամ ես grumpy եմ եւ տշկոհ եմ եւ բամը չեմ ուզեր ընել եւ չեմ ուզեր ասոր հետ խոսիլ, անիգա ինձ բարև չի դվավ, ասի լավ մարդ չէ։ Մինչ Աստված ինձ գսե քու ոտքերուդ դակ սատանան բիդի խորդագեմ։ Ես իմ գեցվածքս ինչ պետք է լա։ Եթե Աստված ինձի ընդրած է, որ սատանան խորդագ է, ես իմ գեցվածքս պետք է շատ ավելի բարձր լա, չէ։ Ես պետք է շատ ավելի քոհությամբ կենամ, չէ։ Պետք է ամեն օր երբ որ արթնանամ, պետք է ուրախանամ եւ զվարճանամ։ Այստեղ է որ սերներ հոգին ներկորձումը պետքություն ունենք։ Հասկանալու որ Աստված մեզի ինչու գարկեց։ Մենք մնացած գրոնական եկեղեցիներեն կամ որևէ մեկ օրգանիզացիոնը ինչ տարբերություն ունենք։ Աստծո մարմինը, Հիսուսի մարմինը ինչ տարբերություն ունի։ Եթե մենք նմանենք Մույսերուն 40-50 տարի գուքաս եւ կյանքիդ մեջ բամը չի փոխվիր։ Վաբի դերտաս մեկ հատ գնայես կյանքդ ինչպես անցուցիր, ամեն գիրագի եկա, բայց բամը չի փոխվեցավ կյանքիս մեջ։ 0։ Վախնալիք բան է, շատ վախնալիք բան է, որ դարիներով հավատացյալներ գրնան կալ եւ բամը չի փոխվիր։ Շատ վախնալիք բան է, որովհետեւ Աստված մեզի հաղթության ճանապարհ տվավ։ Աստված մեզի ճամփան պատրաստեց։ Ես ինչպես պետք է ապրեմ իմ կյանքս։ Ամենամեծ հարցումն է սիրելիս։ Հետաքրքրական է, որ երկու օր առաջ անցնապես Վանուատուի մեջ քույր մգա, որ վկայությունը գուդար։ Եվ անցնապես լսեցի, գիտեք, անցյալ տարի Վանուատուի մեջ մեծ երկրաշարժ եղավ եւ դեկտեմբեր ամսվան էր ոչ գիշեմ։ Եվ ինքը օրիորդ է։ Արդուգսե արտնցա երկրաշարժեն առաջ Սամոս 91-ը գարտացի, կյանքիս վրա հրճագեցի, գսե, կացի, տվրոց, լապտոպը սպացի, թուղթերս, երկրաշարժը եղավ, գսե, մենք կացինք ամենիս, աբահով վայրմը, հետո երկրաշարժեն վեչ ելանք գսե, տասարանին թուրը բացի ներս մտա, գսե, բոլոր օրիորդներուն լապտոպը և թուղթերը ամենը դրած է, միան իմ սեղանս գեցեր է։ Եվ խաղաղության Աստվածը, խաղաղության, ստրեսի չէ, պանիկի չէ, խաղաղության Աստվածը։ Իմ գեցվածքս խաղաղությամբ։ Եվ հայտնության և իմաստության հոգին սիրելիներ շատ պետք է, որպեսզի հասկանանք, թե Աստված մեզի ինչու ընտրեց։ Աստված մեզի ինչու ընտրեց։ Այս համարին երկրորդ բաժինը գսե Եվ զանիգա որպես եկեղեցին գլուխը դրավ, բոլոր բաներուն վրա։ Եկեղեցին անոր մարմինն է, անոր լրումը, որ գլեցնե ամեն բանի մեջ։ Հիմա հասկացանք, չէ, որ ամեն բան իր կոնտրոլին դակն է, եւ իր կոնտրոլեն դուրս բանը չի գա, եւ մեզի ընդրեց իբրև հաղթողներ։ Եվ հիմա գուքա հետաքրքրական է, գսե որ Աստված
անգլերենով գսե gave, եկեղեցին Հիսուսին դվավ իբրև եկեղեցի գլուխ։ Ամեն աշխարհը իր ոտքերուն դակ դրավ, բայց իր եկեղեցին գլուխ դրավ։ Գիտեք գլուխի եւ մարմնի հարաբերությունը հարաբերական է, չէ՞։ Գլուխը առանց մարմնին չի գնար օրմը ելե եւ երթա։ Ընդհանրակ գլուխը եւ մարմինը relational։ Եվ գտեսնենք, որ Աստված մարմնին գլուխ դվավ։ Եվ մենք գիտենք, չէ, սիրտը եթե չլա, մարդ կմեռնի։ Թագավորության մեջ այդպես չէ, գլուխը եթե չլա, եկեղեցին կմեռնի։ Բայց գտեսնենք, որ մեր գլուխը միշտ հաղթական է։ Մեր գլուխը միշտ հաստատուն կանգնած է։ Անոր թագավորությունը անսասան է։ Չի գա փամը, որ գնա իր թագավորությունը կա եւ շարժե։ Հաբա իր թագավորությունն է, որ խավարը կշարժե։ Եթե այսօր ես եւ դու թագավորության եւ այս ընտանիքի անդամ ենք, մենք խավարի իշխանությունը շարժելու իրավունք ունենք։ Բادرազմելու զորություն ունենք, սիրելիս։ Եթե դու քեզի գտնես այն իրավիճակին մեջ, հիշե, որ Հիսուս եկեղեցվո գլուխը, քու գլուխդ, անիկա բادرաստ է եւ գիտե մարմնին ցավերը, գիտե մարմնին դժվարությունները։ Եթե այսօր քու մարմինդ գծավի, ամենաառաջինը գլուխը դե որ գմդაზე ինչ պետք է ենե։ Հիսուս իբրև եկեղեցին գլուխը, մարմնին ցավը, մարմնին դժվարությունը, մարմնին թեմ հալածանքը գտեսնե եւ անդարբեր չի մնար, սիրելիս։ Անդարբեր չի մնար։ Եկեղեցին անհույս չէ։ Շատեր գսեն, որ դժվարություններ կան աշխարհին մեջ եւ մեղքը կշատնա եւ այլն եւ այլն։ Այսօր լավ լուր ունիմ։ Եկեղեցին անհույս չէ, սիրելիս։ Որտեղ մինչև այն ադեմ, որ Հիսուս անոր գլուխն է, մենք հաղթական ենք։ Հաղթական ենք, ամեն։ Եվ կյանքը ուրեմն մարմինեն գուկա։ Որչափ մենք պետք է գլուխեն կապված լանք, որչափ մենք իբրև եկեղեցի պետք է Հիսուսեն կապված լանք։ Աստված ընտրեց մեզ իբրև մարմին։ Գիտեք, գլուխը այս բարակային գոկտակորձե ցերքեր ամեն անգամ որ դու ցերկը տնես եւ գաղութես գլուխը գզվարջանա, Հիսուս գզվարջանա։ Ամեն անգամ որ ցերկդ գերգարես օգնելու գլուխը գուրախանա։ Ամեն անգամ որ ոտքերը գերտան ավետարանը կարոզելու գլուխը գուրախանա։ Ինքը մեզի հետ գաբված է, սիրելիներ։ Մենք գլուխեն հերու չենք։ Մենք գլուխեն անչադված իրավիճակի մեջ չենք ավրիր։ Մենք գլուխին միացած ենք։ Մենք Քրիստոսի միացած ենք։ Եվ ուրեմն սիրելիներ կտեսնենք, որ Աստծո մարմինը գաջի, որովհետև Եփեսացիս երբ որ մի քանի գլուխ արչև երտանք 4-րդ գլխում 15-րդ 16-րդ համարները գսե հաբա սիրով ճշմարտության հետևելով ամեն բան անով աջեցեք, որ գլուխ է, այսինքն Քրիստոս, որ մե բոլոր մարմինը մեկտեղ գազմված եւ բոլոր հոտվածները իրարու հաղորդվելով գծված ամեն մեկ մասին չափով ներկործելով սիրով մարմնին աջում գուտա իրեն շինությանը համար։ Ուրեմն մենք եկեղեցին իրեն մարմին ինչպես գաջի գլուխեն կապված լալով։ Աստված քեզի չի հրավիրած որբեսի դու մինագդ այս ճամփորդության մեջ լաս։ Աստված գանչած է որ դու եղբայրներուդ եւ քույրերուդ հետ մեկտեղ կալես քո հոգեվոր կյանքդ։ Անոր համար չեմ ուզեր որ այսպես մտածենք թե եկեղեցին միան անհատական է, եկեղեցին հավաքական է, սիրելիներ։ Աստծո մարմինը հավաքականություն կա անոր մեջը, զորությունը գուկա միութեն է եւ հոգեվորի մեջ երբ որ մենք կմիանանք սատանան չի գնար կալ եւ ջեղքումներ բերել։ Անոր համար երբ որ մենք գուկանք եւ իբրև մարմին մենք կմիանանք, գիտեք մենք կհրճագենք աշխարհին եւ նաեւ սատանային, որ մենք գլուխեն գախված ենք եւ գլուխեն գապված ենք։ Մենք առանց գլուխին չենք։ Մենք առանց առաջնորդի եւ թագավորի չենք։ Ամեն։ Նայեցեք Գողոսացիս նամակին մեջ ինչ կսե։ Մինչդեռ մարմինը Քրիստոսի եկեղեցին իր բոլոր հոթերով ու գաբերով գլուխին գապված ու միացած անգե գարն է իր աջումը։
Աջումը մարդոց մեջ է անգեգ ու կա։ Աստծո գամքին համաձայն։ Ուրեմն աջումը երբ որ իր մեկ ու կա եկեղեցին թիվ չէ, եկեղեցին շենք չէ։ Եկեղեցին որ չափ լավ լույսեր ունիշ չէ։ Եկեղեցին ու կա թուն որ չափ գապված ես գլուխեն։ Չափանիշը ասելու թե թուն որքան եկեղեցի ես նորեն չի կար չափեն։ Որ չափ գապված ենք Հիսուսեն։ Եվ եկեղեցիներ կան այո որ մարդուն վրա ֆոկուս կնե։ Ամբողջ ծառայությունը մարդն է։ Բայց մենք իբրև նոր կյանք կսենք դեր, թուն իբրև մեր գլուխը, մեր ֆոկուսը քու վրա գտնենք դեր։ Եվ ուրեմն իբրև մարմին Աստված ընտրեց մեզ։ Ամենադգարը, ամենաամբիդանը, որբեսի իրեն հետ մեզի գցե։ Այնինչ որ սատանան եկավ եւ բաժնեց, այսօր դերը կգան չէ որբեսի մենք միանանք իրեն սիրելիներս։ Կտեսնեք արդեն անցյալ ամսվա մեջ, գիտեք Չարլի օրինակը, երբ որ բոլոր մարմինը միացավ եւ արթնության նշանները սկսանք տեսնելու։ Իբրև մարմին մենք միացանք ոչ թե Չարլին, հաբա նորեն միացանք գլխուն, որտեղ գլուխեն գուկա։ Մեր ուշադրությունը մարդու չէ, հաբա գլուխեն է։ Այն եկեղեցին, որ մարդու վրա շատ ֆոկուս կտնե գործընծնե գլուխը։ Եվ չարժեր գլուխը գործընծնելը։ Երբ որ գլուխը գործվի, քու direction-ը դա գործընծնես։ Մենք շատ պետքություն ունենք, որովհետեւ գլուխին միացած մնանք։ Եվ իբրև գլուխ, երբ որ մարմնին գծված ենք եւ գահավաքվենք, գուքանք միասին։ Ինչ կնենք նախ կփարապանենք, չէ՞։ Մի քանի խորհրդածություններ կուզեմ գիսվել այսօր, որովհետեւ հետաքրքրական է, որ Սամոս 23-րդ գլխուն 3-րդ համարը գսե, բայց տուն սուրբ ես, ով Իսրայելի կովապանություններուն մեջ փնագող։ Աստված կփնագի իր ժողովրդի կովապանություններուն մեջ։ Մենք երբ որ մեր փերանները կփանանք եւ գերկենք եւ կփարապանենք, մենք չենք ըներ, որովհետեւ Աստված լուրջ ունի, որ ինքը ամենահզոր է։ Ես երբ որ ասեմ դեր թուն բարի ես, Աստված չի զարմանար եւ չսեր։ Իրավ ես բարի եմ, ես կապար չուն, այդպիսի բան չի գա։ Երբ որ ես կսեմ, Աստված ինձի կհայտնվի։ Ես Աստուծո հայտնություն կստանամ իր բարիության մասին։ Եվ Աստված գիշեցնե իմ կյանքիս մեջ դրվագների այզը, որ ինքը բարի է։ Եվ ուրեմն կտեսնենք, որ իր ժողովրդին կովապանություններուն մեջ երբ որ բնակություն կբերե Աստված, անոր իշխանությունը կսկսի ի հայտ գալու։ Եվ եկեղեցին կդառնա վայրը, որ իր անդեսանելի թագավորությունը, որ երկնքի մեջ է, դեսանելի կսկսի դառնալու եկեղեցին մեջ։ Որտեղ գսե ամեն բան անոր ոտքերուն դակ դրավ, չէ, բայց երբ որ դուրս ելես, չես տեսներ։ Կտեսնես, որ աշխարհը մեղավոր է, աշխարհը այդպես մգաբրի, որ Հիսուս թագավոր չէ, չէ։ Բայց ինչպես պետք է ուրեմն հաշտվի մեզ այդ խոսքին մեջ եւ հետ որ գսե ամեն բան անոր ոտքերուն դակն է։ Ճիշտ այս համարով, որ դերը կփնագի կովապանության մեջ։ Եվ գիտենք, որ Հիսուս երկրորդ քալուստին ամեն բան պիտի տեսնենք անիգա, ինչպես անոր ոտքերուն դակ է, հոգևորին մեջ արդեն իր ոտքերուն դակ է։ Բայց անոր անդեսանելի թագավորությունը դեսանելի կդառնա, երբ որ մենք կփարապանենք իր դանը մեջ։ Երբ որ մենք երկենք եւ գսենք դեր թուն կթագավորես, եւ ես իմ մտքիս մեջ արթուն եմ այն ճշմարտության, որ դերը կթագավորե, ես այդ անդեսանելի երևույթը հոգևորին մեջ դեսանելի կդարձնեմ իմ կյանքիս մեջ։ Եվ երբ որ գերտանք դուրս կփարապանենք, գերքենք եւ կգիսվենք ավետարանը, այդ անդեսանելի թագավորությունը կսկսի դեսանելի դառնալու։ Եվ կսկսենք տեսնելու թագավորությունը իր ամենալավագույն կերպով, երբ որ ցերկդ գտնես եւ գաղութես, երբ որ կքաչալերես, երբ որ ուրիշին գողքին կգենաս, անոր թագավորությունը կսկսի ի հայտ գալու։ Գիտեք, ժամանակ առաջ կորձի ընթացքին գին մի եկավ եւ ըսկացի այսպես որ դժվարություններ կար կյանքին մեջ։ Եվ
Ըսի գնամ քեզի քաչալերական խոսք մտալ։ Եվ իրեն քաչալերեցի։ Ասավ շատ հայտնի է որ ես դժվարություն եմ անցնում։ Ըսի միան սկացի որ քեզ պետք է քաչալերական խոսք տամ։ Հոն մի քանի վարկաններ առաջ Աստծո թագավորությունը անդեսանելի էր, չէ՞։ Բայց երբ որ ես խոսեցա եւ արցակեցի բամը, անոր թագավորությունը դեսանելի սկսավ դառնալու։ Եվ սկսավ տեսնելու եւ գինը լսելու, քաչալերվելու։ Եվ սա որ այո, աս վերջերս սկսա ավելի սուրբ գիրք կարդալ եւ աղոթել։ Ես չեմ ճանչնար, բայց երբ որ այս անդեսանելի թագավորությունը սկսի դեսանելի դառնալու, շատ բաներ կփոխվի եւ կտեսնենք որ Աստված ինչպես այդ բարական իր ոտքերուն տակ կառնե։ Նույնը գլա եկեղեցին մեջ երբ որ մենք կփարապանենք եւ Աստված իր ժողովրդի քովապանության մեջ գաբրի եւ կսկսի այդ իշխանությունը դարածվելու։ Սա հոգեվոր ճշմարտություն է որ պետք է հասկանանք սիրելիներ որ Աստծո անդեսանելի թագավորությունը դեսանելի կդառնա եկեղեցիին միջոցով։ We are the vehicle Աստված գոկտակորձե մարմինը իբրև գլուխ իր իշխանությունը դարածելու համար, իր թագավորությունը դեսանելի դարձնելու համար։ Եվ երբ որ մենք կուքանք փարապանության սիրելիներ եւ երկրպագության, մենք չենք կար բամը առնելու։ Մենք ուքանք բամը դալու։ Մենք ուքանք դալու իրեն փառքը, իրեն բադիվը, մեր սերը իրեն դալու։ Այդ ժամանակը բամը չէ որ դու բամը առնես։ Այդ ժամանակը դեղը չէ որ դու իրեն ցերկերուն նայես, հաբա այդ ժամանակն է որ դու իրեն թեմքին նայես։ Երբ որ գուքաս մի սպասեր, հաբա փեր բամը Թունքու անցդ բեր զոհասեղանին վրա տիր։ Եվ անոր իշխանությունը հոն հայտնի կդառնա։ Այդ անդեսանելի թագավորությունը, որ ողս արաքյալ գսե, կսկսիս տեսնելու քու աչքերովդ։ Դուրսը այո աշխարհը չար է, բայց երբ որ մենք կփարապանենք եւ անիկա կսկսի փնագելու մեր մեջ, մենք կսկսենք տեսնելու թագավորությունը։ Եվ ամենակարևորը եկեղեցին մեջ, գիտեք, մենք կուքանք դերոջը սեղանի մասնագից կդառնանք։ Շատ կարևոր բան ուզեմ ասել, որ երբ որ Հիսուս ասավ ըրեք ասիգազիս հիշելու համար, գիտեք ապրողներուն համար memorial service չեն ուներ։ Անոնք որոնք Գաբրին հիշադակի արարողություն պետք չունին ունելու, չէ՞։ Անոնք որոնք կմեռնին։ Մենք memorial service չենք ուներ, երբ որ դերոջ մարմինը եւ Արոնյան մաս կառնենք եւ գունենանք։ Ապրողները memorial service-ի պետքություն չունին։ Եվ Հիսուս Գաբրի։ Գիտեք մենք ինչու գնենք եւ գհիշենք։ Որտեւ գսենք դեր այդ մարմինը որթուն կդրեցիր ինձի համար։ Ես իմ մարմնիս մեջի գդրված դեղերը քու գադարիալ մարմինով գնորոք եմ։ Ամենակարևոր բանն է որ դրված է։ Ապրողներուն համար memorial service չեն ուներ սիրելիս։ Եվ որ ես հիշեմ անոր կորձը, այդ անդեսանելի թագավորությունը, որ Աստված ընտրեց եկեղեցին միջոցով դարածելու ի հայտ կդառնա մեր մեջ։ Իմաստության, հոգին իմաստության պետքություն ունենք հասկանալու։ Որ դեր այն մարմինը որթուն գդրեցիր ինձի համար ես գհրճագեմ իմ գդրված մարմնիս վրա։ Երբ անիկա վերքեր ունեցավ մարմին վրա քու վերքերուդ համար, եկեղեցին համար, իր մարմնին համար,
որտեղ ինքը գսիրե իր հարսը, իր մարմինը շատ գսիրե։ Երբ իր կյանքը եւ մահը գհրճագենք, գտոնենք մեր կյանքը, որ մենք հիմա գաբրինք իրեն հետ։ Գարտանք գիտեք 5 դագարանի մեջ, որ Երիքովի բադին շուրջ կդառնային եւ գհրճագեին հաղթանակ, առաջ որ բادرազմի ելնեն։ Մենք նույնը գնենք, երբ որ դերոջ մարմինը եւ արյունը մեր ձեռքերը կբռնենք, հաղթանակ կհրճագենք այն բաժիններուն մեջ, որ մենք շատ անգամ բարդություն գրած ենք։ Ամեն բան ոտքերուն դակ արավ սիրելիս։ Ամեն բան անոր կոնտրոլին մեջն է, անոր կոնտրոլին դուրս բան չի գա։ Եվ Աստված այսօր ինձի եւ քեզի ընդրեց, որովհետեւ սատանան խորդագե մեր ոտքերուն դակ։ Այսօր Աստված ինձի եւ քեզի այս ընտանիքին միացուց, Քրիստոսի ընտանիքին, the family of God, որովհետեւ կանք եւ երկենք հրճագենք իր անունը, որովհետեւ ինքը իր ժողովրդին մեջ բնակություն բերե։ Եվ այդ անդեսանելի թակավորությունը դերը օգտագործե եկեղեցին, որ դեսանելի դարձնի աշխարհին մեջ, իմ եւ քու միջոցով։ Եվ Աստված մեզ բադիվը տվավ, որ իր մահը հրճագենք եւ կյանքը հրճագենք։ Մենք չենք հիշեր անցմը, որ մերավ եւ քնած, մենք հարուցյալ Հիսուսին մարմինն է, որ գտոնենք։ Ամեն անգամ, որ արյունը եւ մարմինը քու ցերկդ գտրնես, հիշե, որ անոր մարմինը գդրվեցավ քեզի համար, որբեսի քու գդրված մարմնիդ մեջ նորոգությունը ստանաս, որբեսի քու վերքերդ բժշկությունը ստանան, որբեսի տուն բժշկվիս, հոգիդ բժշկվի։ Այսօր այդ մարմինը անոր համար գդրվեցավ։ Գդրվեցավ եկեղեցին համար։ Իր մարմինը գդրեց, որբեսի մենք ապրենք սիրելիներս, եւ որբեսի մենք քովի կանք։ Աստված ինձի եւ քեզի այսքան սիրեց։ Աստված ինձի եւ քեզի այսքան սիրեց։ Եվ ուրեմն եկեղեցին շենք չէ, եկեղեցին բանը չէ, որ մենք ուքանք եւ գնենք ամեն իրագի։ Եկեղեցին անոր մարմինն է, անոր մարմինն է։ Եվ անոր մարմինը օգտագործե, որովհետեւ իր թակավորությունը դարած է։ Եվ անոր մարմին իշխանություն դրվեցավ իր կովապանությունը հրճագելու։ Եվ դերոջը սեղանին մասնագից դառնալու։ Գնաս աչքերդ կոչել, եթե խնդրեմ հաջիս, եւ մտածե այն ճշմարտության, այս մի քանի ճշմարտություններում, որ հիշեցի, թե Աստված իր մարմինը տվավ, եւ մենք ուքանք այստեղ երկենք, կովապանենք, անոր իշխանությունը կհրճագենք, եւ ամեն բան աշխարհի մեջ անոր ոտքերուն դակ դրավ, եւ անոր կոնտրոլեն բամը դուրս չի գա, եւ Աստված քեզի ընտրեց, որովհետեւ սատանան խորդագե։ Տեր շնորհակալ եմ, ով Տեր։ Փառք ու դամ Տեր քեզի, որ դու մեզի շատ սիրեցիր, ով Տեր, եւ միացուցիր Տեր քու մարմնիդ, ով Տեր։ Տեր ամեն բան քու ոտքերու դակ է, ով Տեր։ Ամեն բան քու իշխանությանը դակ է, ով Տեր, այն ինչ որ իմ աչքերս եւ եղբայրներուս, քույրերուս աչքերը կտեսնեն, անուն քու ոտքերու դակ հնազանդ են, ով Տեր։ Եվ Տեր դու մեզի ընտրեցիր, մարմնին դարձուցիր, Տեր։ Մինչ ամեն բան քու ոտքերու դակ դրիր, մեզի քու մարմինը դարձուցիր, Տեր, եւ դու մեր գլուխը եղար, ով Տեր։ Փառք քեզի, ով Տեր։ Այսօր Տեր նոր կյանքը այդ ճշմարտությունը կհրճագե, որ դու մեր գլուխն ես, ով Տեր, եւ մենք անհույս չենք, ով Տեր։
Եվ դեր գոկտակորձես այս քու ժողովուրդը դեր անդեսանելի թակավորությունը դեսանելի դարձնելու մարդոց մեջ ով դեր Այո դեր թերևս այսօր երբ դուրս ելենք չենք տեսներ ով դեր մարդիկ հբադակ են քեզի չենք տեսներ դեր որ իրենց կյանքերը գաբրին իբրև թուն իրենց փրկիչն ես եւ դերն ես բայց դեր գոկտակորձես մեզի ով դեր Քու թակավորությունդ երկրին մեջ բերելու համար ով դեր Շնորհակալ եմ դեր այս բադիվին համար որ գուտաս Շնորհակալ եմ ով դեր այս քեղեցիկ կորձին համար ով դեր Սա քու դունը դե սա քու մարմինը դե ով դեր Եվ դեր շնորհակալ եմ քու մարմնիդ համար ով դեր որ քու մարմինդ գդրեցիր որբեսի մենք կյանք ունենանք քու մեջդ ով դեր քու մարմինդ գդրեցիր ով դեր որբեսի մենք քու մեջդ գանքնենք ով դեր քու մարմինդ գդրեցիր որբեսի դեր մենք քեզի ապահայր կանչենք ով դեր քու մարմինդ գդրեցիր ով դեր որբեսի մեզի որդի դարձնես թուստր դարձնես դեր դեր քու արյան քինովդ քննեցիր ով դեր մեզի Դերը սիր զայսր եք հիշելու համար, դեր այսօր գբադմենք քու կյանքդ և մահդ ով դեր Մենք չենք գսեր դեր, որ ասի memorial service ասի հիշադակի արարողություն չէ, սա գենթանի Հիսուսը դեր կներկայացն է Հարուցյալ Հիսուսը Դեր մինչ մեր վարմիներուն վրա վերքեր Եվ գդրված վայրեր դգա, դեղեր գային ով դեր Քու վերքերովդ բժշկեցիր ով դեր Մեր գդրված մարմինները դեր քու գադարյալ մարմինովդ բժշկեցիր ով դեր Դեր ասկան սիրեցիր դեր Որ ընդրեցիր մեզ իբրև քու մարմինդ ով դեր Այսքան սիրեցիր դեր որ մեզի պերիր և միացուցիր քու ընդանիքիդ ով դեր Շնորհակալ եմ դեր Շնորհակալ եմ ով դեր Եվ դեր թուն իբրև մեր գլուխը գխոնարինք դեր քու դիմացդ Կփարսացնենք քեզի Հիսուս Կմեզարենք քեզի դեր Կքովափանենք քու անունդ ով դեր Որ ամեն անուն է վեր է ով դեր Փառք քեզի դեր արժան ես ով դեր ողջ փառք եւ բադիվը ստանալ դեր ամեն Երորդնեց ես իսրելի քույրեր եղբայրներ